Տիկին Ղազարյան բավականին կարևոր օրենսդրական փոփոխություններ եք բերել, փորձելով հեշտացնել քաղաքացիների գրանցման իրավունքները կադաստրի կոմիտեում, հարցս վերաբերում է գրանցումները մերժելու կամ գրանցումները անվավեր ճանաչելու մասին, այդ թվում կառավարության 2006 թվականի որոշմամբ համար 344 հաստատվել է Կիրանց գյուղական բնակավայրի վարչական տարածքների նկարագիրը, որտեղ թվով 57 քաղաքացիներ ստացել են սեփականության վկայականներ եւ տրվել է պետական գրանցում։ Վերջերս հանրության համար անհայտ պատճառներով այդ սեփականությունները անվավեր են ճանաչվել։ Կուզենամ դուք հիմնավորեք այդ գրանցումները ինչ փաստաթղթերի հիմքերով եւ ինչ իրավաստատող փաստաթղթերի հիմքով են անվավեր ճանաչվել եւ որոնք են դրանք եւ հեկտարային կտրվածքով միավորներ ասեցիք, քանի միավոր գույք է անվավեր ճանաչվել եւ գույքի մասին որ օրենքին է աղում տրվել ղեկավարվել այդ օրենքի դրույթներով։ Շնորհակալ եմ, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով հստակ սահմանվում են այն դեպքերը եւ այն հիմքերը, երբ գրանցման դիմումը կարող է կասեցվել կամ կարող է մերժվել։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, գրանցումները անվավեր ճանաչելու վերաբերյալ, ապա ցանկանում եմ շեշտել, որ կադաստրի կոմիտեն օրենսդրորեն հանդիսանում է իրավունքների նկատմամբ պետական գրանցում իրականացնող մարմին եւ իրավունքների պետական գրանցումը իրականացվում է համապատասխան փաստաթղթերի արկայության պարագայում, այդ թվում նաև իրավունքը հաստատող փաստաթղթերի արկայության պարագայում։ Հետևաբար կադաստրի կոմիտեն որևէ վարչահարություն իրականացնելիս պետք է իր առջև ունենա այն ամբողջ փաստակազմը, այդ թվում փաստաթղթերի փաստակազմը, որը անհրաժեշտ է կոնկրետ գույքի նկատմամբ որևէ անձի որևէ տեսակի իրավունքը գրանցելու համար։ Մեկ արձագանք, համեցեք։ Դուք ինձ օրենսդրական կարգավորումներ ասեցիք, որոնք ես շատ լավ գիտակցում եմ եւ գիտեմ։ Դրանք նկարագիրը սահմանելուց ըստ էլեկտրոնային քարտեզով եւ կառավարության որոշմամբ փոխանցվել է համայնքում եւ օղային հաշվեկշռում ընդգրկվել է։ Ասում եմ, ինչ իրավական փաստաթղթերի հիմքով է գրանցումներ անվավեր ճանաչվել։ Մենք հարցս այնքան պարզ է, դուք ինձ օրենսդրական կարգավորումներ եք ասում, որ ես անկիր գիտեմ։ Գրանցող մարմինը պետք է վերցնի ամենամատի տեսնի էլեկտրոնական քարտեզով օղի կատեգորիա նպատակային նշանակությունը համապատասխանում է թե չէ։ Մարդը սեփականության իրավունք է ստացել եւ երկար տարի օգտագործվել է։ Ասում եմ, ինչ հիմքերով եք վերցրել մարդկանց սեփականության իրավունքը անվավեր ճանաչել կամ գույքի գրանցում անվավեր ճանաչել սահմանադրորեն խախտելով քաղաքացու իրավունքներ։ Եթե կան իրավաստատող փաստաթղթեր, որոնց հիմքով կատարել եք, կուզենամ պարզաբանել, որ ինձ եւ հանրության համար պարզ է դա ամեն ինչ, այնքան պարզ եմ արձադրում մտնում։ Պարոն Ղազարյան, որևիցե անձի սահմանադրական իրավունքը չի խախտվել, որևիցե անձի սեփականության իրավունքի չեղարկման կամ անվավեր ճանաչման վերաբերյալ խոսք գնալ չի կարող։ Ես ինչպես նշեցի, ցանկացած գործողություն, ցանկացած վարչահարություն, որն իրականացվում է կադաստրի կոմիտեի կողմից, իրականացվում է համապատասխան փաստակազմերի, համապատասխան փաստաթղթերի հիման վրա։ Իսկ ինչ վերաբերում է անձանց սահմանադրական իրավունքի խախտմանը, ապա նման խախտում, նման չեղարկում գոյություն չի ունեցել, չի կատարվել կադաստրի կոմիտեի կողմից։